Չէ, մենք ադրբեջանական բենզինն է։ Չէ, մենք կգնանք։ Չենք լսնում, էլի քշում։ Մերս, դա։ Բարև ձեզ։ Կներեք, ինչ տեսակի բենզին եք լցնում։ 430։ Ադրբեջանական բենզին։ Իմ գործը չի ինչ ուզում են թողանեն, ես չեմ օգտվելու, իմ համար մնացածը մեկ են։ Ճիշտ է, սա գնում է, սա ադրբեջանական բյուջե է գնում նաև այդ գումարը, տեղ չեմ վիճում ձեր հետ, չունեմ այդտեղ, այսպես ասած, արդարանալու տեղ, բայց հիմա, սենց ասեմ, մենք թուրքական հագուստ հագել ենք ժամանակ, հիմա էլ ենք հագնում, չէ՞ մեր քաղաքացիները։ Հիմա, չգիտենք, շատ բաներ կա, որ էլի նույնպես Ադրբեջանից է գալի, մենք տեղյակ չենք։ Այսինքն պիտակը փոխված կարող է գա։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես եթե երկրի կառավարությունը թույլ է տալի, որ ներս մտնի եւ քաղաքացիներն էլ ասում են ավելի էժանա, ես էլ որպես քաղաքացի իմ այսպես ասած իրավունքը ուզում եմ իրագործեմ, տեղ վատ բան չեմ տեսնում, էլի։ Եվ կարծում եմ, սենց ասեմ, էլի մենք այնքան չենք հարստացնի Ադրբեջանի բյուջեն, բայց մինչև այդ ով էր հարստացնում, լավ։ Իրանք այդքան հարստացան, կաղա էլի մենք բենզին էինք առնում իրանցից։ Պետք է մի քիչ էլ մեր մասին նայենք, մեր մասը նայենք, տեսնենք, իսկ մեր մասը ինչ էր թալանվում։ Վայ, գնացեք, հա։ Ընդհանրապես պետքա փոխհարաբերություններ ունենանք, եթե ուզում ենք խաղաղ ապրենք, այդքան բան։ Հարաբերություններ լինի, որ գերիներին կարողանանք վերադարձնել իմ։ Մենակ մի բան եմ կարող ասեմ, այս ով բերել է։ Իրան համար Գուրգեն Մարգարյան որ Սաֆարովը սպանել է, որը 10 օր առաջ Ալիևը գնդապետ է տվել։ Ռուբեն Վարդանյան, որ 10 օր առաջ ծմաբանդ արկել, ծվա պաժիզնին տվեն։ Ռուբեն Վարդանյան, որ ես երգիրի համար Ավրորայանում հայերին լավ տեսակից ցույց տա, իսկ պատկերը ասես այա։ Եկեք առեցիք, ամեն ինչ վաճառել ենք, պատիվ, ինքնասիրություն, հասիպ, սեստի անցնում եմ, բան չկասեն։ Կօգտագործենք, ինչ չենք օգտագործի, բիզնեսը սկի կապ չունի ոչ մի բանի հետ։ Ոչ մի ձև, չկա աղբերես։ Ինը այդքան էական չի, ինչ իմանամ, ասենք ինչ իմանամ, բայց ինչ բենզինա, որակը ինչ է։ Լցեմ մոտորը խփի հետո։ Ոչ թե քննադատում եմ, ուղղակի չեմ ուզում, լցնեմ այդքան մի բան։ Ղարաբաղում բերել են, ղարաբաղցիները չեն վերցրել, այն բլոկադայի ժամանակ։ Հիմա իրենք այդտեղ նստած Թուրքիա հաշվին են ապրելու։ Պատմության էջերը թերթենք, տեսնենք, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել։ Ոչ թուրքից, ոչ ադրբեջանցուց։ Մենք չենք կարող խաղաղ ապրել։ Կոնկրետ ես չեմ կարող խաղաղ ապրել, որովհետև նախ քրոջս տղեն է զոհվել Մարտակերտում, աղբորս տղեն է վիրավորվել Քարինտակում, ես եմ կանտուզիաստացի Ստեփանակերտում, վերջ-վերջո խաղաղություն պետք է առնելու, բայց դե կոնկրետ ես տեսնում եմ, որ խաղաղությունը դժվար է։ Առուծի հետ կամ կռվում ես, կամ առուծը քեզ ուտում է, եթե թույլ ես։ Հացահատիկը թշնամու ձեռքից վերցնում ես, ես չգիտեմ, էդ գուցե ինչ-որ մի հատ զենք հայտի, հաստխեն, կերակրեն, հետո մենք եսի մինչ լնենք էլ։